Բայց նաև պիտի ես ուղիղ ասեմ, այսպիսի շեշտադրմամբ թերևս առիթ չեմ ունեցել ասելու, որ այդ թվում Հայաստանում հաստատված քրեա օլիգարխիկ համակարգի արմատախիլ անելու process-ները ակնհայտորեն հիմա կարող եմ դրա մասին խոսել, որովհետև դա արդեն արտահայտվել է, դա արդեն բացահայտ է, դա արդեն ակնհայտ է, այլևս գաղտնիք չեմ ասում, պարզապես ձևակերպում եմ այն, ինչ բոլորի աչքի առաջ են։ Հայաստանի Հանրապետության քրեա օլիգարխիկ ռեժիմը արմատախիլ անելու process-ները իրենք ուղեկցվել են եւ պիտի ուղեկցվեին այդ թվում արտաքին ազդեցություններով, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Եվ դրանք նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար կարող էին բերել որոշակի սպառնալիքներ։ Եվ եղել են այո իրավիճակներ, ես չեմ ուզում թաքցնել սա այլևս, եղել են իրավիճակներ, երբ որ մենք հասել ենք մի գծի, երբ որ հասկացել ենք, որ ազդեցության հետագա շարունակությունը կարող է բերել այնպիսի հակազդեցություններ, որոնք ընդհանուր գոյաբանական հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության համար անվտանգության սրված սպառնալիքների տեսքով։ Եվ սա մի բան է, որը ես պարտավոր եմ ասել եւ արձանագրել ազգային ժողովի 8-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքները ամփոփելիս։ Այսօր այդ թվում իմ նշած հանգամանքների բերումով այդ ռիսկերը հաղթահարված են։ Այդ ռիսկերը հաղթահարված են, հետեւաբար ելի եմ ուզում ասել նախորդող շրջանում չի եղել մի րոպե, մի վայրկյան, երբ որ մենք կոմպրոմիս ունենանք քրեա օլիգարխիկ համակարգի հետ։ Չի եղել ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան։ Պարզապես մենք մեզ հաշիվ ենք տվել, որ կան իրավիճակներ, երբ որ մեզ կրկնակի, եռակի շրջահայացություն է հարկավոր, ընդհանուր դանդաղպետություն է հարկավոր, որպեսզի մենք արտաքին այնպիսի ազդեցություններ չսադրենք, որոնք Հայաստանի համար բերելու են այնպիսի ազդեցություններ, ինչպիսին մենք ունեցանք օրինակ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Հիմա ես պատասխանատու կերպով ասում եմ, որ այդ բոլոր ռիսկերը հաղթահարված են եւ այդ բոլոր ռիսկերը կառավարված են եւ այդ ռիսկերը ըստ էության այլևս գոյություն չունեն եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ ժողովրդին եւ քաղաքական մեծամասնությանը ոչինչ չի խանգարում կենտրոնանալ Հայաստանի Հանրապետությունում քրեական օլիգարխիան ներառյալ ընտրակաշառք բաժանող ուժերի արմատախիլ անելու գործընթացով եւ այդ գործընթացը կարող եմ ասել որ արդեն իսկ սկսված է եւ այդ գործընթացը որևէ ձևով չի կարող կասեցվել եւ այդ գործընթացը գնալու է մինչեւ վերջ եւ ես համոզված եմ որ առաջիկա տարիներին պետական բյուջեի եկամ կատարման հաշվետվության մասին խոսելիս ես ավելի ու ավելի մանրամասն այս թեմայով ազգային ժողովին հաշվետվություն ներկայացնելու առիթ կունենամ բայց այնուամենայնիվ չեմ կարող չընդգծել որ ի հեճուկս այս բոլոր մարտահրավերների 2018 թվականից մինչև 2026 թվականը մենք շուրջ 8 միլիարդ դոլար ստվերային կամ գողացված կամ թալանված կամ ապօրինի ձևով օտարված միջոցներ վերադարձրել ենք Հայաստանի Հանրապետությանը եւ այդ process-ը այսօր էլ շարունակվում է ըստ էության Հայաստանի Հանրապետությունում թալանված գույքի դրամական միջոցների վերադարձը դարձել է ամենօրյա լրահոսի անբաժանելի մաս ամեն օրյա, ամեն շաբաթյա, ամեն ամսյա ռեժիմով մենք դա տեսնում ենք եւ իհարկե որևէ կասկած չկա որ այդ տեմպերը գնալով մեծանալու են եւ գնալով արագանալու են հարգելի գործընկերներ ելի հաշվի առնելով որ ըստ էության այս ձևաչափով պետական բյուջեի կատարման հաշվետվության ձևաչափով սա ազգային ժողովի 8-րդ գումարման ազգային ժողովի
իմ վերջին ելույթն է, որովհետև բյուջեի ձևաչափով նման ելույթ այլևս չեմ ունենալու, կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ազգային ժողովի 8-րդ գումարման ազգային ժողովին, այս ընթացքում համատեղ աշխատանքի եւ համատեղ արձանագրած արդյունքների համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։